Լեսի երիտասարդ քո մասին եմ խոսում, քո Նարեկիչ, քեզի խելոք բայի, որ գնում ես հաջորդ անգամ հեռուստատեսություն, գոլուստու կտդզիմ, կարտոշկա քիթդ ավելի տափակ կլնի դեմքիդ վրա, էդ գորտնուկ աշկերդ կհելնի քոքաբնից, մազերդ կֆեյնեմ, շիմպանզե կսարքեմ, հասկացար, շալվարդ էլ որ Չարլի Չապլինի նման կարճա, մեր կարի արտելը կտանեմ իմ դիզայների մոտ, կասեմ, որ երկարացնի, կարկատան անի, որովհետև դու Ռուսաստանի Դաշնությունում երևի Չարլի Չապլինի նման ես իրար եկե, կոշիկներդ էլ կմաքրես նոր կգնաս հեռուստաընկերություն, եթերի, չնայած դու էլ չես գնա, որովհետև դու Նարեկ Կարապետյան, որովհետև դու երեկվա ճիճուն ես, որ վարչապետիս հետ էդ տոնով խոսաս, հասկացար ինձ, լեզուդ քոքիցդ կհանեմ, վրեն կգրեմ ուժեղ Հայաստանը տանուլ տվեց, նոր կտեղադրեմ, մի քիչ կկտրեմ, շատ երկարա, Նարեկ Կարապետյան, ինձ ուշադիր լսի, դեռ Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի քաղաքական ուժ, որ էդ մատնացուցով խոսա վարչապետի հետ, չմոռանաս իմ ասածները, ամսի 8-ին դու ես էդ ձև կզալով չոքալով գալու ներողություն խնդրես և ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրած վարչապետի, այլ բոլորիցս, ինձանից մինչև ներողություն չխնդրես չեմ հանգստանա, այ տղա է, մի հատ էլ կանիլ ես ասում ես ժողովուրդ ես մարդուն ինչ ասենք 4 օրից հետո ինքը չի լինի, պապա տա լինելու, թե հոպարը տա լինելու, թե քո նման մալալետկենա գալու նստի երկրի ղեկավարին, փաստորեն դուք Ռուսաստանում քիչ եք լափել, հիմա էլ ուզում եք գաք նորից լափեք, որովհետև գիտակցելու եք, որ այսուհետ լինելու է հանգիստ անկախ երկիր, մենք ապրելու ենք շատ լավ, հիմա որոշել եք գաք, ու այդ ամեն ինչը հալած թափած դզած է, հիմա որոշել եք գաք ու նստեք գահին ու տիրանակ, առահա, թե դուք կգաք, դուք չեք գալու, Նարեկ Կարապետյան, Գորտնուկ, բառիս ամենալուրջ իմաստով, գորտնուկ, դու չես գալու, հասկացար, ու հաջորդ անգամ, եթե դու Նիկոլ